Չույն սիրելիներս, ինչպես եք, մենք շատ լավ ենք, արթնացել ենք, արդեն սուրճ ենք խմել, մի փոքր շպար եմ արել, հարդարվել եմ, հիմա մի քանի գործ ունեմ, արագ վերջացնեմ, պետք է գնանք խանութ, ուզում եմ այսօր շաուրմա պատրաստել, ջան, հա, էսա նստում եմ կյանքս, ուզում եմ այսօր շաուրմա պատրաստել, տանը մի քանի բան ունենք, բայց պետք է լոլիկ գնենք, լավաշ գնենք, կանաչի, հիմա գործերը արագ վերջացնեմ, հենց դուրս գանք տնից արդեն գնանք խանութ, անպայման կմիանամ ձեզ։ Մինչև տնից դուրս գալը հաց կերանք, հիմա արագ սեղանը հավաքեմ, ափսեները լվանամ և սպասենք ամուսինս գա, որպեսզի դուրս գանք տնից։ Աղջիկներ ջան, Ինեսուկի հետ դուրս ենք եկել, գնում ենք խանութ, մեր շաուրմայի համար պակաս մթերքները գնելու, քանի որ մեր ճանապարհները ասֆալտապատում են, չենք կարող մեքենան մոտիկ գալ, դրա համար հիմա մի փոքր գնում ենք մեքենայի մոտ։ Ինեսուկ, հələ բարևի, թաթիկով բարևի, բարևի թաթիկով։ Հիմա տեսնենք ոնց ենք անցնում, համարյա ամբողջ ճանապարհը քանդել են, շինարարական աշխատանքների մեջ եմ։ Հիմա նստենք մեքենան ու միանանք ձեզ։ Պարզվեց մեքենայում գազ չկա, սպասում ենք լիցքավորվի և շարժվենք։ Ջա։ Չեն գնում։ Չի, Ինեսուկ, Ինեսուկ, մի լացի, գալիս է պապան, գալիս է իրոք, Ինեսա, այլը մամայի մոտ, արի գնան գալիս է պապան, իրոք գալիս է, ջան, չէ, արևս չէ, Շահենը գնաց որ մեքենան բերի, Ինեսուկը հենց գիտեր իրան թողնում ա ու գնամ, նենց հոնգուր լացում էր, ասում այ աղջի ջան մի լացի, գնմա մեքենան բերի գա, նենց էր լացում, շատ ա սիրում իրա պապային։ Սիրուններս արդեն խանութում ենք, գնելու ենք լոլիկ, սխտոր, կարտոֆիլ, կանաչի, հիմա արագ գնումներն անեմ և վերադառնանք տուն։ Սիրելիներս պատրաստում ենք մեր շաուրման, որի համար մեզ անհրաժեշտ է 3-ից 4 հատ լոլիկ, ըստ քանակության, որքան որ պատրաստելու եք, այդքան վերցրեք, ես պատրաստելու եմ 4 անձի համար, դրա համար 3 հատը լրիվ բավական է։ Նախապես լոլիկը լվացել եմ, կտրատել եմ, Այստեղ ունենք գլուխ սոխ, քանի որ ինձ մոտ կծու սոխ է, ես կօգտագործեմ կեսը, եթե ձեզ մոտ քաղցր է և դուք շատ եք սիրում, կարող եք մի քիչ շատ օգտագործել, կծու սոխի համար կեսը լրիվ բավական է։ Այստեղ ունենք հավի կրծքամիս, հավի ազդրամիս, ազդրամսից նախապես հեռացրել եմ ոսկորը, լավ լվացել եմ, շուտով կմարինացնենք։ Այստեղ ունենք կարտոֆիլ, լավ լվացել եմ, պետք է տապակենք։ Սոուսի համար վերցրել եմ 3 ճաշի գթալ թթվասեր, 3 ճաշի գթալ մայոնեզ և 3 ճաշի գթալ տոմատի մածուկ, մի փոքր սխտոր եմ ճզմել, այդպես համը ավելի է ընդգծվում։ Ստանում ենք շատ նուրբ և հյութեղ սոուս, որը իդեալական է հենց շաուրմայի համար։
Վերցրել եմ 4 հատ լավաշ, Ստեփանավանի լավաշն է, շատ համեղ լավաշ է, ըստ չափաբաժնի, որքան որ անհրաժեշտ լինի կկտրենք և կօգտագործենք։ Թթու վարունգել եմ օգտագործելու, սիրելիներս, քանի որ շատ չենք սիրում, մի փոքր քիչ կօգտագործեմ։ Սիրուններս, մինչ ես շաուրմայի պատրաստություն էի տեսնում, այստեղ մեր հարևանուհին ինձ սիրուն ծաղիկ ա ուղարկել։ Սա իր բակի ծաղիկներն ա։ Ապրես շատ, մեր հարևան Մանիկ տոտան ա ուղարկել, ապրես շատ Մանիկ տոտա ջան, շնորհակալ եմ շատ գեղեցիկ ծաղիկները։ Հələ գույնը նայեք, բա բույրը, տնով մեկ տարածվել է այս բույրը, շատ շնորհակալ եմ։ Հավի կրծքամիսի և ազդրամիսը կտրատում ենք, պետք է ստանանք ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր կտորներ, միջին չափսի։ Կտրատում ենք, որպեսզի մարինացնենք, մոտավոր պետք է ստանանք այսպիսի կտորներ։ Կտրատում ենք սոխը, կիսալուսնաձև, քանի որ 4 անձի համար քիչ էր կես սոխը, ես կօգտագործեմ 1 ամբողջական սոխը, ստանալու ենք մոտավորապես այսպիսի կտորներ, այսպես, կտրատում ենք թթու վարունգը կլոր, այսպես, կտրատում ենք կարտոֆիլը, ֆրի տեսքով ենք կտրատում, մոտավորապես ստանալու ենք այսպիսի կտորներ։ Թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղը, ավելացնում ենք մի փոքր աղ, որպեսզի լավ կարմրի, ավելացնում ենք կարտոֆիլը և բերանը չենք փակում։ Սիրելիներս, վերցնում ենք 1 ամբողջական լավաշը, ծալում ենք 2 տակ, այսպես, և հավասար կտրում ենք։ Հələ տեսեք ինչ լավ ա կարմրում, ինչ լավ ա տապակվում, հենց այսպես էլ պետք է պատրաստենք, բայց վերջնական չէ, պետք է էլի կարմրացնենք, մոտավոր խրթխրթանի կարգի, պետք է խրթխրթան լինի, բայց միաժամանակ նաև փափուկ։ Մարինացնում ենք հավի միսը։ Միսը կտրատված պատրաստ է, ավելացնում ենք սև աղաղացած պղպեղ, պղպեղը շատ իդեալական համ է հաղորդում մսին, մարինացման համար շատ կարևոր է։ Ավելացնում ենք նաև մայոնեզ, եթե միսը մարինացնում ենք, ցանկալի է, որ մարինացնենք թթվասերով կամ մայոնեզով, որովհետև տապակելուց հետո մսի ներսը շատ հյութալի է ստացվում, մայոնեզով և թթվասերով իդեալական մարինացվում է, համը դառնում է իդեալական, ավելացնում ենք աղ և խառնում ենք բոլորը, որպեսզի համերը միաձուլվեն։ Մարինացնելուց հետո ցանկալի է, որպեսզի դնենք սառնարան 10-ից 15 րոպե կամ կես ժամ, որպեսզի համերը միաձուլվեն և փոխանցվեն մսին, մեր մարինացված միսը դառնա էլ ավելի համեղ, բայց քանի որ ես ժամանակ չունեմ և պետք է արագ պատրաստեմ, դրա համար ես չեմ դնում սառնարան և անմիջապես պատրաստում եմ։ Ավելացնում ենք նաև կարմիր պղպեղ, ինձ մոտ կծու է, դրա համար շատ քիչ եմ ավելացնում և էլի խառնում ենք։ Պղպեղներից զատ, մեկ էլ մայոնեզից ու սմետանից ոչինչ չեմ ավելացնում, որովհետև միսը հենց ինքն իրենով ավելի համեղ է ստացվում։ Պղպեղները, մայոնեզը ուղղակի համը էլ ավելի ընդգծելու համար են, այսպեսի սոուսով, այսպիսի մարինացումով ավելի շատ համեղ է ստացվում։ Սա էլ վերջնական արդյունքը, հիմա կտապակենք։ Միսը տեղափոխեցի թավայի մեջ, որպեսզի մի լավ տապակենք։
Հիմա մի լավ կտապակենք, բայց շատ չենք կարմրացնի, որովհետև կարմիր չենք սիրում շատ։ Մի թեթև գույնը կփոխի կոռոզիանա, որ արդեն միսը դեռ պատրաստ լինի եւ կվերցնենք կրակից։ Սիրելիներս, մեր բաղադրիչները արդեն պատրաստ են հավաքման համար։ Միսը կարմրացրել ենք, սոուսը պատրաստ է, կարտոֆիլը տապակված է, ամեն անհրաժեշտը կա եւ հիմա սկսում ենք փաթաթել մեր շաուրմաները։ Դե ինչ, սկսեցինք։ Պատրաստում ենք լոշիկը փաթաթման համար։ Մեջտեղի հատվածում քսում ենք սոուսը պատրաստած։ Ավելացնում ենք բաղադրիչները, սոխը, լոլիկը, կարտոֆիլը, միսը, թթուվարունգը։ Ամբողջը հերթականությամբ դասավորում ենք լավաշի վրա։ 3 հատը պատրաստելու ենք ամեն ինչով, 1 հատը պատրաստելու ենք կարտոֆիլով, մսով և թեթև կետչուպ մայոնեզով։ Ամուսինս մենակ այդպես է սիրում, ինքը ամեն ինչով չի ուտում, դրա համար մեկը պատրաստելու ենք առանձին։ Դնում ենք սոխը, լոլիկը դրեցինք, դնում ենք թթուվարունգը, քիչ ենք դնում, որովհետև շատ չենք սիրում, ուղղակի համի համար։ Ավելացնում եմ կարտոֆիլը։ Եթե դուք շատ եք սիրում, կարող եք շատ ավելացնել։ Դնում ենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը այնքան խրթխրթան է ստացվել։ Ավելացնում ենք միսը։ Միսը շատ չեմ կարմրացրել, մի փոքր փափուկ եմ պահել։ Ես որ չեմ սիրում, որ կարմրացրած է լինում շատ, որովհետև չոր է ստացվում։ Հիմա ավելացնում ենք սոուսից մի փոքր։ Հիանալի տարբերակ չէր մթերքների վրա արդեն ավելացնել սոուսը, բայց դե ինչ-որ ձև տարածում ենք։ Այստեղ պետք է լիներ նաև կանաչիներ, բայց քանի որ գնացինք խանութ և վերադառնալիս հասկացա, որ մոռացել եմ, դրա համար չենք օգտագործում, քանի որ ձեռքի տակ չունենք, բայց դե ոչինչ։ Հիմա փաթաթում ենք, այսպես հավաքում ենք լավաշը, փակում ենք երկու կողմից և փաթաթում ենք ներսի վրա, որպեսզի բոլոր կողմերից հնարավորինս փակ լինի և փաթաթում ենք դեպի առաջ։ Բլինչիկի պես, ինչպես բլինչիկն ենք փաթաթում, այնպես էլ շաուրման։ Ստացվում են այսպիսի մեծ և թմփլիկ շաուրմաներ։ Մի հատ տեսեք ինչպիսի կոկիկ, հավաք, գեղեցիկ շաուրմաներ ենք ստացել։ Այս փոքրիկը 90-ի համար եմ պատրաստել։ Շատ հավաք, ընտիր շաուրմաներ են։ Հիմա կտապակեմ։ Մի փոքր կդնենք, կկարմրի երկու կողմից, այնքան խրթխրթան է ստացվել, խրթխրթան տեսք ունի։ Հիմա մի փոքր կտապակեմ, շատ քիչ բուսայուղ եմ ավելացրել, որպեսզի մի փոքր կարմրի։ Open my eyes to see the day the universe is made.
Սեղանը արդեն պատրաստ է։ Հələ շաուրմային նայեք ներսը ինչքան հյութ եղավ։ Հիմա կվայելենք։ Սիրելիներս, մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում։ Դե ինչ սիրելիներս, ավարտեցինք մեր այսօրվա վլոգը, եթե ձեզ դուր եկավ, լայքեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններում արդյոք հավանեցիք թե ոչ, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։